Պարզ մի տղամարդ հասնում է մայրաքաղաքի շքեղ հյուրանոց, իր հետ բերելով միայն հին ճամպրուկ, մաշված հագուստ մի խոստում, արված իր հանգուցյալ կնոջը։ Այնտեղ նրան հրապարակավ նվաստացնում են արտաքինի համար մի գոռոզ մենեջեր մարտահրավեր է նետում, ապացուցելու, որ նա պատկանում է այդ վայրին։ Սակայն այն, ինչ թվում էր ամոթի պահ, վերածվում է բացահայտման, որը փոխում է ամեն ինչ, ապշած հանդիսատեսի աչքի առաջ։ Ոչ ոք չէր սպասում, որ այդ անծանոթը այնտեղ էր ոչ թե սաների համար, այլ իր կյանքի ամենահոգոր առաքելությունը կատարելու։ Այս պատմությունը սկսելուց առաջ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Միջքաղաքային ավտոբուսը հատեց վերջին պողոտաները, նախքան Կիլիկիա ավտոկայան հասնելը, Սակը զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը։ Դա վախ չէր, դրանից ավելի մեծ բան էր։ Դա մի խոստման ծանրությունն էր, որը նա կրում էր արդեն 3 տարի, այն օրվանից, երբ վերջին անգամ բռնել էր Մարիամի ձեռքը, զգալով, թե ինչպես են նրա մատները սառչում, մինչ ալը ներս էր լցվում ննջասենյակի պատուհանից։ Նա խնդրել էր թույլ, բայց հաստատուն ձայնով, այն ձայնով, որը միշտ օգտագործում էր, երբ գիտեր, որ նա պետք է իսկապես լսի։ Գնա նրա հետից, Սակ։ Մի մահացիր միայնակ, ինչպես ես եմ հիմա մահանալու։ Փնտրիր Արմենին։ Նա մի օր քո եղբայրն է եղել։ Նորից եղբայր դարձեք։ Այդ պահին նա ուժ չուներ որևէ բան խոստանալու։ Կարողացավ միայն համբուրել նրա ճակատը, զգալ նրա մազերի ուրցի բույրը, որոնք նա համառորեն լվանում էր նույնիսկ հիվանդ ժամանակ, մնալ այնտեղ, բռնած այդ ձեռքը, մինչ այն այլս չսեղմեց իրենը։ Բայց խոստումը մնաց։ Խորը մտավ նրա կուրծքը, ինչպես բարի հողում տնկված սերմ, սկսեց դանդաղ աճել, մինչ նա այլս չկարողացավ անտեսել այն։ Սակն իջավ ավտոբուսից իր հորը պատկանող կաշվե ճամպրուկով, մի հին իր, որն արդեն տասնամյակներ էր հատել հողածածկ ճանապարհներ, անասնաշուկաներ տեղափոխություններ մի փոքր քաղաքից մեկ այլ, ավելի փոքրը։ Դրա մեջ, բացի 3 կարկատած վերնաշապիկից, 2 ջինսե տաբատից մի զույգ հողաթափից, փողն էր։ Ամբողջ գումարը, որը նա հավաքել էր, վաճառելով հողը, մնացած մի քանի կենդանիներին, այն տունը, որտեղ մեծացրել էր Հեղինեին ապրել կյանքի լավագույն ու վատագույն օրերը։ Հեշտ չէր։ Հեղինեն լաց էր եղել, խնդրել էր, որ նա դա չանի, ասել էր, որ կարող է վաճառել իր անասնաբուժական կլինիկան, որ կարելի է այլ ճանապարհ գտնել։ Բայց Սակը գիտեր, որ ոչ։ Այդ գումարը բանալին էր։ Այն էր, ինչ պետք էր այդքան երկար փակված դուռը բացելու համար։ Կայարանի ելքի մոտ տաքսի վերցրեց։ Վարորդը հետին հայելուց նայեց նրան, գնահատելով։ Սակը գիտեր, թե ինչպես ճանաչել այդ հայացքը։ Դա նույնն էր, ինչ ստանում էր քաղաքում ամեն անգամ, երբ գնում էր բանկ, ինչ-որ բան կարգավորելու, կամ երբ մտնում էր դեղատուն, Մարիամի դեղերը գնելու։ Մի հայացք, որն ասում էր, դու այստեղից չես, վերադարձիր քո տեղը։ Բայց նա արդեն սովորել էր ուշադրություն չդարձնել։ Տվեց հյուրանոցի հասցեն, այն, որը Արմենը հրապարակել էր սոցիալական ցանցերում, այն, որը Հեղինեն ցույց էր տվել նրան հեռախոսով, ոսկեգույն ճակատամասի, նախասրահի հսկա ջահի, մարմարե լոգարաններով համարների լուսանկարներով։ Տաքսին անցավ քաղաքով, Սակը նայում էր պատուհանից։ Երանը բոլորովին այլ աշխարհ էր։ Շենքեր, որոնք բարձրանում էին մինչ երկնքում անհետանալը, մարդիկ, որոնք չափազանց արագ էին քայլում, բոլորը ներք էին նայում, իրենց բջջայինների էկրաններին։ Նա մտածեց Գորիսի մասին, այն փոքրիկ հրապարակի, որտեղ նստում էր Հովհաննես պապի հետ, պատարագից հետո սուրճ խմելու, այնտեղի լավ լռության, դանդաղ անցնող ժամանակի մասին։ Այստեղ ամեն ինչ աղմուկ էր։ Ամեն ինչ շտապողականություն։ Երբ տաքսին կանգնեց հյուրանոցի դիմաց, Սակը մի քանի վայրկյան կանգնած մնաց, նայելով վեր։ Շենքը տպավորիչ էր, ամբողջովին հայելային ապակուց, վրան հսկայական ոսկեգույն տառերով գրված Գրանդ Արարատ հյուրանոց։ Նա վճարեց ուղևարցը, վերցրեց ճամպրուկը, անցավ պտտվող դռնով։ Նախասրահը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին լուսանկարներում։ Իրականում, ավելի մեծ։ Առաստաղի ջահը կարծես հազարավոր կախված աստղերից լիներ, որոնք լույսեր էին արտացոլում, որոնք պարում էին մարմարե պատերին։ Կային կաշվե բազմոցներ, սուրճի սեղաններ, կատարյալ դասավորված ամսագրերով, մի էլեգանտ լռություն, որը ընդհատվում էր միայն փայլեցված հատակին բարակ կրունկների զուսպ ձայնով։ Սակը քայլեց դեպի ընդունարան, զգալով իրեն ուղված հայացքները։ 2 ընդունարանի աշխատակցուհի, երկուսն էլ անթերի համազգեստով կատարյալ դիմահարդարմամբ, դադարեցին տպել նայեցին նրան, կարծես մի տարօրինակ գազան լիներ մտել։
Բար ձեզ, ասաց Սակը, հանելով գլխարկը երկու ձեռքով բռնելով այն։ Ես ուզում էի ամրագրում կատարել։ Երկուսը միմյանց նայեցին։ Նրանցից մեկը, ավելի երիտասարդը, ամուր կոսով հավաքած մազերով, ստիպված ժպտաց մի ժպիտով, որը չհասավ աչքերին։ Պարոն, դուք ամրագրում ունեք։ Ոչ, հիմա եմ եկել։ Ինձ սենյակ է պետք։ Մյուս աշխատակցուհին, ավելի մեծահասակը, որի կրծքանշանի վրա գրված էր Նարինե, թեքվեց առաջ խոսեց մի տոնով, որը ձացնում էր քաղաքավարի լինել, բայց մաքուր թույն էր։ Պարոն, սա 5 աստղանի հյուրանոց է։ Գիշերավարձը սկսվում է 120,000 դրամից։ Համոզված եք, որ ուզում եք ամրագրում կատարել այստեղ։ Սակը զգաց, թե ինչպես արյունը բարձրացավ, բայց խորը շունչ քաշեց։ Նա լավ գիտեր այդ խաղը։ Այո, տիկին, համոզված եմ։ Որքան արժե ամենահասարակ սենյակը։ Նարինեն հոգոց հանեց, կարծես ժամանակ էր կորցնում։ Գիշերավարձը 120,000 դրամ է։ Առնվազն 2 գիշերվա կանխավճար։ Գումարած հարկերը։ Սակը ճամպրուկը դրեց սեղանին, ձայն արձագանքեց նախասրահում։ Անցնող որոշ մարդիկ կանգ առան նայելու։ Նա դանդաղ բացեց կայծակաճարմանդը, ներսում կույտերով դասավորված թղթադրամների տրցակներն էին։ Նարինեի աչքերը լայնացան։ Ավելի երիտասարդ աշխատակցուհին մի քայլ հետ գնաց։ Հենց այդ պահին հայտնվեց մենեջերը։ Մարգարը բարձրահասակ տղամարդ էր, անթերի մուգ կապույտ կոստյումով, հետ սանրած մազերով մի ժպիտով, որի մեջ դաժան բան կար։ Նա մոտեցավ ամուր քայլերով, գնահատելով իրավիճակը։ Ինչ խնդիր կա այստեղ։ Նարինեն շտապեց բացատրել։ Պարոն մենեջեր, այս պարոնը ցանկանում է ամրագրում կատարել, բայց ինչ, ընդհատեց Մարգարը, Սակին գլխից մինչ ոտք չափելով։ Թույլ տվեք, գուշակեմ։ Դուք կարծում եք, որ նա չի կարող վճարել, այդպես է։ Սակը լուռ մնաց, պարզապես բռնելով գլխարկը նայելով մենեջերին։ Մարգարը խաչեց ձեռքերը ավելի մոտեցավ, խոսելով այնքան բարձր, որ շուրջ բոլորը լսեն։ Գիտեք ինչ։ Ես մի մարտահրավեր կանեմ։ Եթե պարոնը կարողանա կանխիկ վճարել 5 գիշերվա համար ամենահասարակ սենյակի, ես ձեզ նվեր կտամ մաստեր լյուքս համարը։ Հյուրանոցի լավագույնը։ Այն, որը գիշերը 800,000 դրամ արժե։ Լավ է։ Մի տրտունջ տարածվեց նախասրահում։ Հյուրերը մոտեցան, հետաքրքրված։ Աշխատակիցները դադարեցրին իրենց գործը դիտելու համար։ Մարգարը զվարճանում էր։ Նա բացարձակապես համոզված էր, որ մաշված հագուստով հին ճամպրուկով այդ մարդը գրպանում 600,000 դրամ չուներ։ Դա կլիներ կատարյալ հանրային նվաստացում։ Մի դաս։ Մի հիշեցում, որ յուրաքանչյուրն իր տեղն ունի աշխարհում։ Սակը նայեց նրան ուղիղ աչքերի մեջ, խոսեց այն հանգիստ ձայնով, որով հանգստացնում էր ձիերին, երբ նրանք վախեցած էին լինում։ Լավ է։ 5 գիշեր, կանխիկ վճարում, մաստեր լյուքսը նվեր։ Այդպես է։ Ճիշտ այդպես, պատասխանեց Մարգարը, լայն ժպիտով։ Բայց պետք է հիմա լինի։ Բոլորի առաջ։ Առանց ձգձգումների։ Սակը նորից բացեց ճամպրուկը, այս անգամ հանեց։ Թղթադրամների տրցակները մեկ առ մեկ սկսեց դրանք դարսել մարմարե սեղանին։ Մարդիկ էլ ավելի մոտեցան։ Լռությունը բացարձակ էր։ Նա դանդաղ հաշվում էր, բարձրաձայն, համոզվելով, որ յուրաքանչյուր թիվ պարզ է։ 100,000, 200,000, 300,000, 400,000, 500,000, 600,000։ Կանգ առավ, նայեց Մարգարին ավարտեց։ 600,000 դրամ։ 5 գիշերը, 120,000-ական։ Ահա։ Կարող եք հաշվել։ Մարգարի դեմքը փոխվեց։ Ժպիտն անհետացավ։ Նա նայեց թղթադրամներին, Սակին, շուրջ բոլորի մարդկանց։ Փորձեց նահանջել։ Դե, գուցե ես չափն անցա։ Եկեք սովորական ամրագրում կատարենք, առանց այդ մաստեր լյուքսի։ Սակը հայացքը չշեղեց։ Դուք պայմանավորվեցիք։ Բոլորի առաջ։ Ես վճարեցի։ Հիմա ես ուզում եմ մաստեր լյուքսը։ Մարգարը սկսեց քրտնել։ Նա աջակցության համար նայեց ընդունարանի աշխատակցուհիներին, բայց նրանք քարացած էին։
Նայեց հյուրերին, որոնք այժմ նկարահանում էին բջջայիններով։ Նա թակարդում էր. «Տեսեք, պարոն, ես»։ Այդ ժամանակ բացվեց գործադիր վերելակի դուռը, մի մարդ դուրս եկավ։ Բարձրահասակ, անթերի կտրվածքով մոխրագույն կոստյումով, քունքերին ալոր մազերով, թանկարժեք ակնոցներով։ Արմենը։ Հյուրանոցի սեփականատերը։ Նա անցավ նախասրահով ամուր քայլերով, զգալով, որ ինչ-որ կարևոր բան է կատարվում։ Հասավ սեղանին, նայեց տեսարանին։ Դարսված փողը։ Ոտքի կանգնած սակը, գլխարկը ձեռքին։ Քրտնած մարգարը։ Բջջայինների տեսախցիկները, ուղված։ «Ինչ է կատարվում այստեղ», հարցրեց Արմենը այն խիստ ձայնով, որն անմիջապես հարգանք էր ներշնչում։ Մարգարը կուլ տվեց թուքը։ «Պարոն Արմեն, ես թյուրիմացություն էր եղել»։ Արմենը բարձրացրեց ձեռքը, լռություն պահանջելով։ Շրջվեց դեպի սակը։ «Դուք հյուրեր եք»։ Սակը նայեց այդ մարդուն։ Սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա էր։ Նույնիսկ այսքան տարի անց, նույնիսկ ալոր մազերով, նույնիսկ թանկարժեք հագուստով, ամեն ինչի տիրոջ կեցվածքով, սակը ճանաչեց աչքերը։ Դրանք նույն այն տղայի աչքերն էին, որը նրա հետ նստում էր ընկուզենու տակ, պապի այգում, ծիրան կիսելով, աշխարհը նվաճելու պլաններ կազմելով։ Դրանք այն Արմենի աչքերն էին, որը խոստացել էր ընդմիշտ եղբայր լինել։ «Եկել եմ ամրագրում կատարելու», պատասխանեց սակը, ոչինչ չբացահայտելով։ Արմենը նայեց սեղանի վրայի փողին։ «Որքան է սա»։ 600,000 դրամ, պարոն, շտապեց պատասխանել Նարինեն։ Նա 5 գիշերվա կանխավճար է կատարել։ Արմենը վերցրեց փողը, արագ հաշվեց, հետ տվեց սակին։ «Սա վերադարձրեք ձեզ»։ Մարգար, ազատիր մաստեր լյուքսը այս պարոնի համար։ Որպես հյուրասիրություն։ Անվճար։ Մարգարը գունատվեց։ Բայց, պարոն։ Արմենը շրջվեց դեպի նա, հայացքը սառույցի պես էր։ Որ է խնդիր կա։ Ոչ, պարոն։ Ոչ մի խնդիր։ Արմենը շրջվեց դեպի սակը, մեկնեց ձեռքը։ Բարի գալուստ, Գրանդ Արարատ։ Հուսով եմ, հաճելի կեցություն կունենաք։ Սակը սեղմեց նրա ձեռքը։ Այն ամուր էր, բայց սառը։ Արմենի աչքերում ճանաչում չկար։ Նա չէր ճանաչել իրեն։ Շնորհակալություն, պարոն, ասաց սակը, հետ վերցնելով փողը։ Արմենը գլխով արեց ընդունարանի աշխատակցուհիներին, մի քանի արագ ցուցումներ տվեց Մարգարին, վերադարձավ գործադիր վերելակ։ Անհետացավ փայլուն մետաղական դռների հետում։ Սակը կանգնած մնաց, կրծքում հսկայական դատարկություն զգալով։ Նա 1000 կիլոմետր էր անցել, վաճառել իր ունեցած-չունեցածը, հատել մի ամբողջ երկիր, Արմենը չէր ճանաչել իրեն։ Ուղիղ նայել էր իրեն, սեղմել ձեռքը, ոչինչ չէր տեսել, բացի մի անծանոթից։ Նարինեն մաքրեց կոկորդը։ Պարոն, գրանցման համար ինձ փաստաթուղթ է հարկավոր։ Սակը տվեց անձնագիրը։ Նա մուտքագրեց տվյալները, տպեց մի թերթիկ, տվեց լյուքսի քարտը։ 15-րդ հարկ։ Մաստեր լյուքս։ Բեռնակիրը կտանի ձեր ուղեբեռը։ Կարիք չկա, ասաց սակը, վերցնելով ճամպրուկը։ Ես կտանեմ։ Նա մտավ վերելակ, սեղմեց 15-րդ հարկի կոճակը, նայում էր հայելու մեջ իր աղոտ արտացոլանքին։ Մի ծեր մարդ, մաշված հագուստով, հին ճամպրուկով, քրքրված գլխարկով։ Ահա թե ինչ էր տեսել Արմենը։ Չէր տեսել 12-ամյա սակին, որը բոբիկ վազում էր դաշտերով։ Չէր տեսել այն ընկերոջը, որը շուկայում կիսել էր վերջին կտոր շարոցը։ Չէր տեսել այն եղբորը, որը միասին լաց էր եղել, երբ Արմենի հայրը հեռացել էր, այլս չէր վերադարձել։ Վերելակի դուռը բացվեց, սակը քայլեց միջանցքով մինչ լյուքսի դուռը։ Անցկացրեց քարտը, մտավ ներս, կանգնեց մուտքի մոտ։ Տեղը հսկայական էր։ Ուներ հյուրասենյակ, ննջասենյակ, պատշգամբ, ամբողջ քաղաքի տեսարանով։ Կար մի պատի չափ հեռուստացույց, մի մահճակալ, որը կարծես օդում լողար, լոգասենյակ, առանձին լոգարանով, ցնցուղով։ Ամեն ինչ սպիտակ էր, ոսկեգույն, անթերի։ Սակը ճամպրուկը գցեց հատակին, հանեց գլխարկը, նստեց մահճակալի եզրին։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ փլուզվեց։ Արցունքները տաք ու լուր հոսեցին, արից այրված դեմքով իջնելով, թրջելով չսափրված մորուքը։ Նա լաց եղավ Մարիամի համար, որն այլս այնտեղ չէր, ասելու, որ ամեն ինչ լավ կլինի։
Լաց եղավ Հեղինեի համար, որը հեռու էր, խնամում էր Հովհաննես պապին, որն օրեցօր թուլանում էր։ Լաց եղավ Արմենի համար, որը վերածվել էր մեկի, ում նա այլս չէր ճանաչում։ Լաց եղավ իր համար, որ այդքան միայնակ էր այդ հսկայական սենյակում, մի քաղաքում, որտեղ ոչ ոք չգիտեր իր անունը։ Վեր կացավ, գնաց պատշգամբ բացեց դուռը։ Երանի սառը քամին հարվածեց դեմքին։ Ներքում քաղաքը եռում էր, միլիոնավոր լույսեր թարթում էին, մեքենաներ սլանում էին, մարդիկ ապրում էին իրենց կյանքով, չիմանալով, որ այնտեղ, մի շքեղ հյուրանոցի 15-րդ հարկում, մի մարդ լաց էր լինում մի անցյալի համար, որն այլս երբեք չէր վերադառնալու։ Նա հիշեց այն օրը, երբ ծանոթացավ Արմենի հետ։ 8 տարեկան էր, տղայի հայրը նոր էր գնել Հովհաննես պապի հողամասին կից հողը։ Արմենը նիհար էր, վախեցած, մի կապտած աչքով, որը հայրն էր հասցրել նախորդ օրը։ Սակը նրան ծիրան առաջարկեց, երկուսը նստեցին ծառի տակ, ոչինչ չխոսելով, ուղղակի ուտելով միրգը կորիզները հեռու թքելով։ Հաջորդ օրը Արմենը նորից եկավ։ Եվ մյուս օրը։ Եվ մյուս։ Մի շաբաթ անց նրանք արդեն անբաժան էին։ 10 տարի միասին անցկացրին։ Լճակում ձուկ էին որսում, պարսատիկով թռչունների էին որսում, հարանի այգուց խնձոր էին գողանում, նույն ներքնակի վրա էին քնում հատակին, երբ անձրում էր, Արմենի տունը ջրով էր լցվում։ Նրանք արյան երթում տվեցին, մատները դանակով կտրելով իրար սեղմելով։ Եղբայրներ ընդմիշտ։ Ինչ էլ որ պատահի։ Բայց պատահեց։ Արմենը 17 տարեկանում մեկնեց Երան, մի աշխատանքի հետից, որը զարմիկն էր գտել նրա համար։ Խոստացավ վերադառնալ։ Սկզբում նամակներ էր ուղարկում։ Հետո նամակները դադարեցին։ Սակը սպասեց։ Ամուսնացավ Մարիամի հետ, ունեցավ Հեղինեին, մշակեց հողը, պահեց կենդանիներին, ապրեց իր կյանքով։ Բայց միշտ մտածում էր, թե ինչու Արմենն այլս չվերադարձավ։ Ինչու մոռացավ։ Ինչու լքեց իր եղբորը։ Հիմա նա գիտեր։ Արմենը չէր մոռացել։ Նա ընտրել էր մոռանալ։ Նա կառուցել էր ապակու մարմարի մի կայսրություն, հագել էր թանկարժեք կոստյում, դարձել էր ուրիշ մարդ։ Մի մարդ, որն այլս չէր ճանաչում այն տղային, որը մի օր իր եղբայրն էր եղել։ Սակը վերադարձավ լյուքս, փակեց պատշգամբի դուռը, պառկեց մահճակալին, առանց կոշիկները հանելու։ Նայեց առաստաղին, նուրբ ջահին, որը կախված էր որպես զարդ, մտածեց Մարիամի մասին։ Նա կհպարտանար իրենով։ Նա եկել էր։ Կատարել էր խոստման առաջին մասը։ Հիմա պետք էր կատարել երկրորդը։ Պետք էր ստիպել Արմենին հիշել։ Փակեց աչքերը, 3 տարվա մեջ առաջին անգամ քնեց, չերազելով Մարիամի սառչող ձեռքի մասին։ Քնեց մի փոքր, բայց կենդանի հույսով, որ գուցե, միայն գուցե, դեռ հնարավորություն կա վերականգնելու այն, ինչ կորել էր ճանապարհին։ Արմենը վերադարձավ հյուրանոցի վերջին հարկի իր գրասենյակ, փակեց դուռը հետից։ Հանեց բաճկոնը, թուլացրեց փողկապը, մի բաժակ կոնյակ լցրեց։ Դեռ ժամը 3-ը չկար, բայց նրան ինչ-որ բան էր պետք, թեթացնելու այն լարվածությունը, որը կրում էր շաբաթվա սկզբից։ Ներդրողների հետ հանդիպումը աղետ էր եղել։ Նրանք ավելի մեծ թվեր էին ուզում, ավելի արագ աճ, միջազգային ընդլայնում։ Ուզում էին, որ նա Գրանդ Արարատը դարձնի համաշխարհային ֆրանշիզա։ Եվ նա գիտեր, որ կկարողանա։ Միշտ կարողանում էր։ Բայց վերջին ժամանակներս նա խորը հոգնածություն էր զգում, մի հյուծվածություն, որը մարմնից չէր գալիս, այլ ինչ-որ ավելի խորը տեղից, որի անունը նա չգիտեր։ Նստեց սեղանի հետի կաշվե բազկաթոռին, նայեց պատուհանից։ Երանը ձգվում էր, մինչ ուր հայացքը հասնում էր, բետոնի ամբիցիաների մի ծով։ Նա էր կառուցել այս ամենը։ Դուրս գալով ոչնչից, Հայաստանի մոռացված գավառից, կայսրություն կանգնեցնելով։ Ուներ բնակարան կենտրոնում, ներկրված մեքենա, շվեյցարական ժամացույց, հարգանք։ Նա հասել էր դրան։ Բայց ինչու, ուրեմն, իրեն այդքան դատարկ էր զգում։ Հեռախոսը զանգեց։ Մարգարն էր։ Պարոն Արմեն, այսօրվա ընդունարանի միջադեպի վերաբերյալ։ Արմենը հոգոց հանեց։ Ինչ է պատահել, Մարգար։ Ներողություն իրավիճակի համար։ Չպետք է այդ մարտահրավերը ստեղծեի։ Անտեղի էր։ Այո։ Դու 3 օրով հեռացված ես աշխատանքից։ Առանց աշխատավարձի։ Այդ ժամանակն օգտագործիր, վերանայելու քո կեցվածքը։ Մյուս կողմում լռություն տիրեց։
Հասկանալի է, պարոն։ Արմենն անջատեց։ Գիտեր, որ խիստ էր, բայց պետք է լիներ։ Մարգարը հրապարակավ նվաստացրել էր մի հյուրի, հյուրանոցը դրել էր անհարմար իրավիճակի մեջ։ Դա չէր կարող անպատիժ մնալ։ Բայց մինչ նա մտածում էր այդ մասին, տղամարդու կերպարը վերադարձավ նրա մտքին։ Այդ արից այրված դեմքը, կոշտացած ձեռքերը, խոսելու հանգիստ ձ. Նրա մեջ ինչ-որ բան կար։ Ինչ-որ ծանոթ բան։ Բայց Արմենը չէր կարողանում հասկանալ, թե ինչ։ Վերցրեց հեռախոսը, զանգեց ընդունարան։ Նարինե, ինձ ուղարկիր մաստեր լյուքսի հյուրի տվյալները։ Նարինեն էլեկտրոնային փոստով ուղարկեց թերթիկը։ Արմենը բացեց համակարգչով։ Ամբողջական անուն՝ Սակ Ալվեսի Սիլվա։ Տարիք՝ 58 տարեկան։ Ծննդավայրը՝ Գորիս, Սյունիքի մարզ։ Անձնագիրը տրված Հայաստանում։ Նախկին հասցե՝ Սուրբ Ռիտա Ագարակ, գյուղական տարածք։ Արմենի շունչը կտրվեց։ Գորիս։ Քաղաքի անունը նրան հարվածեց որպես բռունցքի հարված ստամոքսին։ Նա տասնամյակներ շարունակ չէր մտածել այդ վայրի մասին։ Միտումնավոր ջնջել էր, թաղել հիշողության խորքերում, ծածկել աշխատանքի, հաջողության, փողի շերտերով։ Բայց հիմա, տեսնելով անունը այնտեղ, համակարգչի էկրանին, ամեն ինչ սկսեց վերադառնալ։ Հրապարակը։ Լճակը։ Ընկուզենին։ Սակի պապը, Հովհաննես պապը, որը թույլ էր տալիս տղաներին ուղիղ ծառից ծիրան ուտել։ Եվ Սակը։ Իր եղբայրը։ Իր լավագույն ընկերը։ Այն տղան, որն ամեն ինչ կիսել էր իր հետ։ Արմենի ձեռքերը դողացին։ Նա փակեց աչքերը, փորձելով վերահսկել շնչառությունը։ Չէր կարող լինել։ Չէր կարող նույն Սակը լինել։ Նա մոտիկից էր տեսել այդ մարդուն, սեղմել էր նրա ձեռքը, նայել էր նրա աչքերին։ Եվ չէր ճանաչել։ Ինչպես չէր ճանաչել։ Մի ցատկով վեր կացավ, գնաց գրասենյակի պատի մեջ ներկառուցված պահարանի մոտ բացեց ներքի դարակը, այն, որը երբեք չէր բացում, որտեղ պահում էր այն սակավաթիվ իրերը, որոնք բերել էր անցյալից։ Այնտեղ մի հին կոշիկի տուփ կար, ճմրթված կափարիչով։ Նա բացեց, ներսում լուսանկարներն էին։ Քիչ, քանի որ այն ժամանակ լուսանկարչական ժապավենի համար փող չկար։ Բայց մեկը կար։ Նա զգուշությամբ վերցրեց այն, կարծես փոշի դառնար։ Լուսանկարում երկու տղա ժպտում էին, ձեռքերը միմյանց ուսերին։ Նրանք բոբիկ էին, հին շորտերով գունաթափված վերնաշապիկներով։ Նրանց հետում ընկուզենին էր։ Ձախ կողմի տղան Սակն էր, այն բաց ժպիտով, առանձնացած ատամներով, մաքուր ուրախությունից փայլող աչքերով։ Աջ կողմի տղան ինքն էր, Արմենը, ավելի նիհար, դեռ սպիացող կտրվածքով հոնքի վրա։ Նրանք 13 տարեկան էին։ Այդ օրն էր, երբ նրանք արյան երթում էին տվել։ Արմենը նստեց հատակին, դեռ բռնած լուսանկարը, զգաց, թե ինչպես են արցունքները բարձրանում։ Նա անտեսել էր իր սեփական եղբորը։ Նայել էր նրան, դատել նրան հագուստով, արտաքինով, չէր տեսել, թե ով էր իրականում այնտեղ։ Նա դարձել էր ճիշտ այնպիսի մարդ, որին միշտ արամարել էր։ Այնպիսի մարդ, ինչպիսին իր հայրն էր։ Մեկը, ով ուրիշների արժեքը չափում էր նրանց ունեցածով, ոչ թե նրանց էությամբ։ Հիշեց այն բոլոր անգամները, երբ Սակը պաշտպանել էր իրեն։ Երբ քաղաքի տղաները ծաղրում էին իրեն կարկատած հագուստի համար, Սակը կռվում էր։ Երբ հայրը հարբած գալիս էր գոռում, Սակը նրան տանում էր Հովհաննես պապի ագարակում քնելու։ Երբ Արմենը լաց էր լինում, վախենալով ապագայից, Սակն ասում էր, որ նրանք միասին ամեն ինչի կհասնեն, որ ընդմիշտ եղբայրներ կլինեն, որ ոչինչ նրանց չի բաժանի։ Բայց Արմենն էր բաժանել։ Նա մեկնել էր երան, խոստումներով լի։ Սկզբում կապ էր պահում։ Նամակներ էր ուղարկում, պատմում դժվարությունների, այն էժան հանրակացարանի մասին, որտեղ ապրում էր, շուկայում բեռնակրի ծանր աշխատանքի մասին։ Սակը պատասխանում էր բոլորին, պատմում էր դաշտի, Մարիամի հետ ամուսնության, Հեղինեի ծննդյան մասին։ Բայց ժամանակի ընթացքում, երբ Արմենը սկսեց բարձրանալ, ավելի լավ աշխատանքներ գտնել, գիշերները համալսարան գնալ, նամակները սկսեցին նոսրանալ։ Նա ամաչում էր։ Ամաչում էր, թե որտեղից է եկել։ Ամաչում էր այն բարբառից, որը փորձում էր թաքցնել։ Ամաչում էր Գորիսից։ Մինչ որ ամբողջությամբ դադարեց գրել։ Փոխեց համարը։ Հետք չթողեց։ Նոր կյանք կառուցեց։
Մի կյանք, որտեղ Սակ գոյություն չուներ։ Մի կյանք, որտեղ Գորիսը պարզապես մի մոռացված կետ էր քարտեզի վրա։ Եվ հիմա Սակն այնտեղ էր։ Իր հյուրանոցում։ Եկել էր մինչ Երան, դիմացել նվաստացմանը ընդունարանում, վճարել մի ողջ կարողություն, Արմենը չէր ճանաչել նրան։ Ուղիղ նայել էր եղբոր դեմքին, ոչինչ չէր տեսել։ Որովհետ չէր ուզեցել տեսնել։ Որովհետ այդքան երկար ժամանակ ծածնելը, թե անցյալ գոյություն չունի, նրան վերածել էր մեկի, ով անկարող էր տեսնել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն իր աչքի առաջ էր։ Արմենը վեր կացավ, լուսանկարը դրեց բաճկոնի գրպանը, դուրս եկավ գրասենյակից։ Պետք է խոսեր Սակի հետ։ Պետք է ներողություն խնդրեր։ Պետք է բացատրեր։ Բայց երբ հասավ վերելակին, սեղմեց 15-րդ հարկի կոճակը, վախ զգաց։ Ինչ էր ասելու։ Ինչպես էր արդարացնելու տասնամյակների լքվածությունը։ Ինչպես էր նայելու այն ընկերոջ դեմքին, որին դավաճանել էր, ներողություն խնդրելու։ Վերելակի դռները բացվեցին։ Մաստեր Լյուքսի հարկում։ Արմենը քայլեց միջանցքով, յուրաքանչյուր քայլը նախորդից ծանր։ Կանգ առավ դռան դիմաց։ Բարձրացրեց ձեռքը, թակելու, բայց վարանեց։ Մնաց այնտեղ, կանգնած, լսելով սեփական սրտի ուժեղ բաբախյունը կրծքում։ Հետո իջեցրեց ձեռքը, վերադարձավ վերելակ։ Պատրաստ չէր։ Դեռ ոչ։ Վերադարձավ գրասենյակ, մեկ այլ բաժակ կոնյակ լցրեց, նայում էր լուսանկարին, մինչ Արը մայր մտավ։ Մտածեց այն ամենի մասին, ինչ կորցրել էր ճանապարհին։ Պարզությունը։ Իսկական ընկերությունը։ Ինչ-որ տեղ պատկանելու զգացումը։ Նա նվաճել էր աշխարհը, բայց կորցրել էր հոգին։ Այդ գիշեր չկարողացավ քնել։ Պտտվում էր կենտրոնի բնակարանի մահճակալում, նայելով առաստաղին, վերապրելով յուրաքանչյուր հիշողություն։ Այն օրը, երբ Սակը սովորեցրեց նրան ձուկ որսալ։ Այն օրը, երբ կիսեցին վերջին հացը, երբ սոված էին։ Այն օրը, երբ Սակը բռնեց նրա ձեռքը, երբ հայրը ծեծեց նրան մինչ ուշաթափվելը։ Այն օրը, երբ երթում տվեցին։ Եղբայրներ ընդմիշտ։ Լուսադեմին որոշում կայացրեց։ Գնալու էր Լյուքս։ Արթնացնելու էր Սակին, եթե պետք լիներ։ Ասելու էր ճշմարտությունը։ Ծնկաչոք ներողություն էր խնդրելու, եթե անհրաժեշտ լիներ։ Կարևոր չէր, թե որքան ցավոտ կլիներ։ Դա էր ճիշտը։ Երբ Արը սկսեց ծագել, Արմենը հագնվեց, հագավ պահարանի ամենահասարակ հագուստը, ջինսե տաբած սպիտակ վերնաշապիկ, գնաց հյուրանոց։ Ուղիղ բարձրացավ 15-րդ հարկ։ Այս անգամ չվարանեց։ Թակեց մաստեր Լյուքսի դուռը։ Սակը բացեց դուռը, դեռ հագուստով, կարծես ամբողջ գիշեր չէր քնել։ Նայեց Արմենին, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Երկուսն էլ երկար պահ լուռ էին։ Արմենը, վերջապես, խախտեց լռությունը։ Կարող եմ ներս մտնել։ Սակը մի կողմ քաշվեց, տեղ տալով։ Արմենը մտավ Լյուքս, դուռը փակվեց նրա հետից։ Կանգնեցին դեմ դիմաց, երկու տղամարդ, որոնք մի օր անբաժան տղաներ էին եղել։ Դու գիտեիր, որ ես եմ, հարցրեց Արմենը, ձայնը դողալով։ Գիտեի, պատասխանեց Սակը։ Առաջին իսկ պահից։ Ես քեզ ճանաչեցի։ Արմենը զգաց, թե ինչպես կուրծքը պայթեց ցավից։ Իսկ ես քեզ չճանաչեցի։ Ես նայեցի քեզ, ոչինչ չտեսա։ Չտեսա իմ եղբորը։ Չտեսա այն տղային, որը կյանքը կիսել էր ինձ հետ։ Ես մի անծանոթի տեսա։ Սակը ձեռքի թիկունքով սրբեց արցունքները։ Դու ուրիշ մարդ ես դարձել, Արմեն։ Երբ դու գնացիր, խոստացար, որ կվերադառնաս։ Մենք սպասեցինք։ Ես, Մարիամը, Հովհաննես պապը։ Մենք սպասում էինք քեզ ամեն տոնի, ամեն ամանորի, ամեն ծննդյան օր։ Բայց դու երբեք չէիր վերադառնում։ Նամակները դադարեցին գալ։ Հեռախոսը փոխվեց։ Կարծես թե դու մահացել էիր։ Միայն թե դու չէիր մահացել։ Դու ուղղակի մոռացել էիր մեզ։ Արմենը սկսեց լաց լինել։ Չեմ մոռացել։ Երբեք չեմ մոռացել։ Ես վախենում էի։ Վախենում էի վերադառնալ, դու տեսնեիր, որ ես դեռ ոչինչի չեմ հասել։ Վախենում էի քեզ հիասթափեցնելուց։ Վախենում էի միշտ լինել այն աղքատ տղան, որը ծեծ էր ուտում հորից։
Այնպես որ ես սկսեցի աշխատել, սովորել, բարձրանալ։ Եվ որքան շատ էի բարձրանում, այնքան հեռու էր մնում Գորիսը։ Մինչ հասավ մի կետի, որ այլս չգիտեի, թե ինչպես վերադառնալ։ Նոր կյանք էի կառուցել։ Եվ այդ նոր կյանքում անցյալի համար տեղ չկար։ Ինձ համար տեղ չկար, ուղղեց Սակը, կոտրված ձայնով։ Ինքս ինձ համար տեղ չկար, ուղղեց Արմենը։ Ես թաղեցի այն մարդուն, ով ես էի։ Թաղեցի այն տղային, որը լճակում ձուկ էր որսում։ Թաղեցի այն ընկերոջը, որը երդվել էր ընդմիշտ եղբայր լինել։ Թաղեցի ամեն ինչ։ Եվ հիմա, երբ դու հայտնվում ես իմ առջ, ես քեզ չեմ ճանաչում։ Որովհետև քեզ ճանաչելու համար ես պետք է ճանաչեի, թե ով եմ եղել։ Եվ ես այնքան երկար եմ փախել դրանից, որ անծանոթ եմ դարձել ինքս ինձ համար։ Սակը քայլեց դեպի պատշգամբ նայում էր ներքի քաղաքին։ Մարիամը ինձ ստիպեց խոստանալ, նախքան հեռանալը, որ ես քեզ կփնտրեմ։ Նա ասում էր, որ ես չպետք է միայնակ մահանամ։ Որ դու ինձ պետք ես։ Որ մենք մի օր եղբայրներ ենք եղել, որ եղբայրները իրար չեն լքում։ Ես վաճառեցի իմ ունեցած-չունեցածը, որ գամ այստեղ։ Հողը, տունը, կենդանիները։ Ամեն ինչ։ Եկա այս փողը գրպանումս, որովհետև գիտեի, որ դու ինձ չես ընդունի, եթե դատարկաձեռն գամ։ Պետք էր ապացուցել, որ ես արժեք ունեմ։ Որ ես արժանի եմ այստեղ լինելու։ Արմենը մոտեցավ, հուսահատ ձայնով։ Դու միշտ արժեք ես ունեցել։ Միշտ արժանի ես եղել լինելու ցանկացած վայրում։ Ես էի, որ մոլորվեցի։ Ես էի, որ վերածվեցի մեկի, ով մարդկանց դատում է հագուստով, փողով, արտաքինով։ Ես դարձա այն ամենը, ինչ մենք արամարում էինք, երբ երեխա էինք։ Երկուսը կանգնած էին այնտեղ, պատշգամբում, նայելով արթնացող Երանին։ Նրանց միջ լռությունը լի էր այն ամենով, ինչ չէր ասվել 40 տարվա ընթացքում։ Բոլոր չգրված նամակներով։ Բոլոր չարված հեռախոսազանգերով։ Բոլոր այն գրկախառնություններով, որոնք երբեք տեղի չունեցան։ Արմենը գրպանից հանեց լուսանկարը տվեց Սակին։ Հիշում ես այս լուսանկարը։ Սակը վերցրեց, նայեց ժպտաց արցունքների միջից։ Ինչպես մոռանայի։ Այդ օրն էր, երբ մենք երդվեցինք ընդմիշտ եղբայրներ լինել։ Եվ ես խախտեցի այդ երդումը, ասաց Արմենը։ Ես քեզ լքեցի։ Լքեցի Հովհաննես պապին։ Լքեցի այն ամենը, ինչ կարոր էր։ Եվ հիմա, երբ դու գալիս ես այստեղ, հատում ես ամբողջ երկիրը, ինձ փնտրելու, ես նույնիսկ քեզ չեմ ճանաչում։ Սակը լուսանկարը դրեց վերնաշապիկի գրպանը, սրտին շատ մոտ։ Մենք կարող ենք նորից սկսել։ Դեռ ժամանակ կա։ Արմենը ծնկի իջավ։ Հենց այնտեղ Մաստեր Լյուքսի պատշգամբում, ամբողջ քաղաքի վկայությամբ, նա ծնկի իջավ Սակի ոտքերի առաջ լաց եղավ։ Ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Որ գնացի։ Որ չվերադարձա։ Որ մոռացա, թե ով եմ։ Որ քեզ չճանաչեցի։ Ներիր ինձ։ Սակը կրացավ, հասավ Արմենի բարձրությանը երկու ձեռքով բռնեց նրա դեմքը։ Վեր կաց, եղբայր։ Վեր կաց։ Մենք շատ կորցրած ժամանակ ունենք վերականգնելու։ Երկուսը գրկախառնվեցին, կարծես 40 տարվա հեռավորությունը անհետացավ այդ պահին։ Արմենը լաց եղավ Սակի ուսերին, ինչպես լաց էր լինում, երբ տղա էր, Սակը նրան բռնեց նույն հին ուժով։ Երկար ժամանակ այդպես մնացին, մինչ Արմենը, վերջապես, հեռացավ սրբեց դեմքը։ Ինչպես է Հովհաննես պապը։ Սակը հոգոց հանեց։ Ծերացել է, Արմեն։ Շատ է ծերացել։ 80-ից անց է։ Թուլանում է։ Հեղինեն է խնամում նրան։ Նա անասնաբույժ է դարձել։ Կլինիկա է բացել այնտեղ, Գորիսում։ Ուժեղ աղջիկ է։ Բայց պապը քո կարոտն ունի։ Միշտ ունեցել է։ Արմենը զգաց, թե ինչպես մեղքի զգացումը սեղմեց կուրծքը։ Ես պետք է տեսնեմ նրան։ Պետք է նրանից էլ ներողություն խնդրեմ։ Կտեսնես, խոստացավ Սակը։ Միասին կգնանք։ Այդ պահին Սակի բջջայինը զանգեց։ Հեղինեն էր։ Նա պատասխանեց. Ալո, աղջիկս։ Ինչ որ բան է պատահել։ Նրա ձայնը լացակումած էր, հուսահատ։ Հայր, դու ինտերնետը տեսել ես։ Դու ամեն տեղ ես։
Հյուրանոցի տեսանյութը վիրուսային է դարձել։ Բոլորը քո մասին են խոսում։ Սակը շփոթվեց։ Ինչ տեսանյութ։ Մարտահրավերի տեսանյութը։ Երբ դու վճարեցիր գիշերավարձերը, շահեցիր լյուքսը։ Միլիոնավոր դիտումներ ունի, հայր։ Բայց դա հիմա կարևոր չէ։ Դու պետք է վերադառնաս։ Պապիկն է։ Նա շատ է վատացել։ Հիվանդանոցում է։ Խնդրել է քեզ տեսնել։ Եվ խնդրել է նա Արմենին տեսնել։ Սակը գունատվեց։ Հենց հիմա գալիս եմ։ Առաջին ավտոբուսը կվերցնեմ։ Հեղինեն խորը շունչ քաշեց։ Հայր, նա շատ վատ է։ Չգիտեմ կդիմանա, մինչ դու ավտոբուսով հասնես։ Արմենը վերցրեց հեռախոսը Սակի ձեռքից։ Հեղին է։ Արմենն է խոսում։ Ես հորդ կբերեմ Գորիս։ Ես ուղղաթիռ ունեմ։ Մենք հիմա դուրս կգանք։ Մի քանի ժամից կհասնենք։ Հանգիստ եղիր։ Հեղինեն մի պահ լռեց, մտածելով։ Արմենը։ Հայրիկիս Արմենը։ Այո, ես եմ։ Մենք արդեն գալիս ենք։ Ամուր կացեք։ Ժամանակին կհասնենք։ Անջատեց հեռախոսը, նայեց Սակին։ Գնացինք։ Հիմա։ Կորցնելու ժամանակ չկա։ Երկուսը դուրս վազեցին լյուքսից։ Արմենը զանգեց օդաչուին, մինչ իջնում էին վերելակով, հրամայեց անմիջապես պատրաստել ուղղաթիռը։ Արագ անցան ընդունարանով, հատեցին կայանատեղին, նստեցին միկրոավտոբուսը, որը նրանց կտաներ ուղղաթիռի հրապարակ։ Ճանապարհին Սակը լուռ էր, նայում էր պատուհանից, ձեռքերը դողում էին։ Արմենը բռնեց նրա ձեռքը։ Ժամանակին կհասնենք։ Ես խոստանում եմ։ Սակը նայեց նրան, կարմրած աչքերով։ Դու չես կարող դա խոստանալ։ Ես կարող եմ փորձել, պատասխանեց Արմենը։ Եվ դա էլ անելու եմ։ Փորձելու եմ ուղղել այն ամենը, ինչ կոտրել եմ։ Սկսած Հովհաննես պապի կողքին լինելուց։ Այն մարդու, որն ինձ ընդունեց, երբ իմ սեփական հայրը ինձ դուրս շպրտեց տանից։ Այն մարդու, որն ինձ սովորեցրեց, թե ինչ է նշանակում իսկական հայր լինել։ Նրանք հասան ուղղաթիռի հրապարակ։ Ուղղաթիռն արդեն պտտվող պտուտակներով էր։ Արագ բարձրացան, դրեցին ականջակալները, օդանավը օդ բարձրացավ, Երանի շենքերի վրայով սլանալով դեպի Հայաստանի գավառ։ Դեպի Գորիս։ Դեպի այն անցյալը, որը Արմենը փորձել էր մոռանալ, բայց որն այժմ իրեն հետ էր կանչում։ Ուղղաթիռը կտրում էր հայկական երկինքը, թռչելով այնպիսի տեսարանների վրայով, որոնք Արմենը տասնամյակներ շարունակ չէր տեսել։ Ներքում կարմիր հողն էր, ցորենի դաշտերը, փոքր քաղաքները, ցրված քարտեզի վրա կետերի պես։ Որքան մոտենում էին Գորիսին, այնքան նրա սիրտը սեղմվում էր։ Սակը կողքին էր, լուռ, կորած աչքերով նայում էր պատուհանից։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, Արմենը գիտեր, որ դա թռիչքից չէր։ Հեղինեն հաղորդագրություններ էր ուղարկում ամբողջ ճանապարհին։ Պապը կայուն էր, բայց թույլ։ Նրանց էր կանչում։ Կրկնում էր անունները։ Սակ։ Արմեն։ Ուզում էր տեսնել երկու տղաներին մի վերջին անգամ։ Սակը կարդում էր հաղորդագրությունները, զուսպ սրբում արցունքները։ Արմենը մեղքի զգացումը զգում էր որպես ճնշող բեռ կրծքին։ Նա լքել էր այդ մարդուն։ Այն մարդուն, որը փրկել էր իրեն։ Այն մարդուն, որն ավելի շատ հայր էր եղել իր համար, քան սեփական հայրը երբե եղել էր։ Երանից թռչելուց 2.5 ժամ անց ուղղաթիռը սկսեց իջնել։ Ներքում հայտնվեց Գորիսը, բլուրների մեջ տեղավորված քաղաքը, գունավոր տները, եկեղեցիները, այն հրապարակը, որտեղ Արմենն այնքան շատ կեսօր էր անցկացրել։ Օդաչուն բաց տարածք գտավ քաղաքային հիվանդանոցի մոտ, որտեղ արդեն փոքրիկ ամբոխ էր հավաքվել։ Փոքր քաղաքում լուրերը արագ են թռչում, բոլորն արդեն գիտեին, որ վիրուսային տեսանյութի մարդը վերադառնում է տուն, իր հետ բերելով Երանի հարուստ գործարարին։ Ուղղաթիռը վայրէջք կատարեց, կարմիր փոշի բարձրացնելով։ Արմենն ու Սակը վազելով իջան, գլուխները խոնարելով դեռ պտտվող պտուտակների պատճառով։ Հեղինեն սպասում էր հիվանդանոցի դրսում, սպիտակ խալաթով, մազերը պոչ հավաքած, աչքերը կարմիր ու այտուցված այդքան լաց լինելուց։ Երբ տեսավ հորը, վազեց նետվեց նրա գիրկը։ Հայր, փառք Աստծո, որ հասար։ Սակը ամուր գրկեց նրան, համբուրեց գլխի կատարը։
Ինչպես է նա։ Արթուն է։ Ձեզ է սպասում։ Բժիշկներն ասացին, որ նա դիմանում է։ Կարծես ինչ-որ բանի է սպասում հանգստանալուց առաջ։ Նա շրջվեց դեպի Արմենը, մի պահ ճանաչում եղավ։ Նա հին լուսանկարներ էր տեսել։ Գիտեր, թե ով է նա։ Դուք Արմենն եք։ Արմենը գլխով արեց, չիմանալով ինչ ասել։ Ես եմ։ Ցավում եմ ամեն ինչի համար։ Հեղինեն չպատասխանեց։ Պարզապես ժեստ արեց, որ իրեն հետեն։ Նրանք մտան հիվանդանոց, անցան ընդունարանով, որտեղ բուժքույրերը հետաքրքրությամբ նայում էին նրանց, բարձրացան աստիճաններով, երկրորդ հարկ քայլեցին միջանցքով մինչ վերջի սենյակը։ Հեղինեն կանգ առավ դռան մոտ, նայեց նրանց։ Նա շատ թույլ է։ Բարձր մի խոսեք։ Մի հոգնեցրեք նրան։ Պարզապես պետք է ներկա լինեք։ Սակը խորը շունչ քաշեց, ուղղեց վերնաշապիկը, ցրփեց վերջին արցունքները, հրեց դուռը։ Արմենը մտավ նրա հետից։ Սենյակը հասարակ էր։ Հիվանդանոցային մահճակալ, աթոռ, փոքր պատուհան, բեժ վարագույրով։ Եվ մահճակալում, ժամանակից փոքրացած, Հովհաննես պապն էր։ Այն մարդը, որին Արմենը հիշում էր որպես հսկա, բավականաչափ ուժեղ, 50 կիլոգրամանոց կերի պարկեր տանելու համար, այժմ կարծես թղթից լիներ։ Մաշկը թափանցիկ էր, ոսկորները երում էին, աչքերը խորն ընկած։ Բայց երբ տեսավ երկուսին մտնում, այդ աչքերը լուսավորվեցին։ Իմ տղաներ, շշնջաց նա, ձայնը թույլ, բայց պարզ։ Իմ տղաները հասան։ Սակը մոտեցավ մահճակալին, նրբորեն բռնեց պապի ձեռքը, կարծես նա ամենափոքր հպումից կոտրվեր։ Ես այստեղ եմ, հայր։ Վազելով եմ եկել։ Հովհաննես պապը ժպտաց, սեղմեց որդու ձեռքը այն ուժով, որ դեռ ուներ։ Գիտեմ, որդիս։ Գիտեմ։ Եվ նայեց Արմենին, որը կանգնած էր դռան մոտ, դողալով։ Արի այստեղ, Արմեն։ Արի այստեղ, տղաս։ Արմենը մի քայլ առաջ արեց, հետո մյուսը, մինչ կանգնեց մահճակալի կողքին։ Նայեց պապի դեմքին, զգաց, թե ինչպես են արցունքներն անվերահսկելի հոսում։ Հովհաննես պապ, ես շատ եմ ցավում։ Ցավում եմ ամեն ինչի համար։ Որ գնացի։ Որ չվերադարձա։ Որ ձեզ լքեցի։ Հովհաննես պապը բարձրացրեց մյուս, դողացող ձեռքը, Արմենը բռնեց այն։ Հանգստացիր, տղաս։ Հանգստացիր։ Ես քեզնից բարկացած չեմ։ Երբեք չեմ եղել։ Արմենը նստեց մահճակալի եզրին, դեռ բռնած պապի ձեռքը։ Բայց ես արժանի եմ, որ լինեք։ Ես խոստացա վերադառնալ։ Խոստացա ձեզ խնամել։ Իսկ ես գնացի, այլս լուր չտվեցի։ Հովհաննես պապը մի պահ փակեց աչքերը, դանդաղ շնչելով։ Երբ նորից բացեց, դրանցում մի խաղաղություն կար, որը Արմենը չէր կարողանում հասկանալ։ Դու լուր տվել ես։ Արմենը գիտեց հոնքերը։ Ինչպես թե։ Հովհաննես պապը նայեց սակին։ Գնա այնտեղ, դարակը։ Վերցրու մետաղյա տուփը։ Այն կապույտը։ Սակը վարանեց, շփոթված, բայց հնազանդվեց։ Գնաց մահճակալի կողքի փոքր պահարանի մոտ, բացեց վերի դարակը, այնտեղից հանեց մի կապույտ մետաղյա տուփ, եզրերին ժանգոտած։ Տվեց պապին։ Հովհաննես պապը փորձեց բացել, բայց ձեռքերը չափազանց շատ էին դողում։ Դու բացիր, սակ։ Ցույց տուր նրան, թե ինչ կա այստեղ։ Սակը բացեց տուփը։ Ներսում տասնյակ նամակներ կային։ Բոլորը հասցեագրված Սուրբ Ռիտա Ագարակ, Գորիս, Սյունիքի մարզ։ Բոլորը գրված նույն ձեռագրով։ Արմենի ձեռագրով։ Եվ նամակների տակ բանկային փոխանցումների անդորրագրեր կային։ Պարբերական ավանդներ, ամեն ամիս, տարիներ շարունակ։ Արմենը քարացավ։ Դա հնարավոր չէ։ Հովհաննես պապը ժպտաց։ Հնարավոր է։ Դու 15 տարի նամակներ ես ուղարկել։ Եվ 20 տարի փող ես ուղարկել։ Ամեն ամիս, առանց բաց թողման։ Սկզբում 20,000 դրամ էր։ Հետո 50։ Հետո 200։ Վերջում դու ամիսը 800,000 էիր ուղարկում։ Միշտ մի գրությամբ։ Միշտ խոստանալով, որ կվերադառնաս, երբ պատրաստ լինես։ Երբ նվաճես այն ամենը, ինչ պետք էր նվաճել։ Երբ արժանի լինես վերադառնալու։
Արմենը վերցրեց նամակներից մեկը, բացեց դողացող ձեռքերով։ Դա այն ժամանակվանից էր, երբ նա դեռ հանրակացարանում էր ապրում, երբ բեռնակիր էր աշխատում։ Ձեռագիրն անկանոն էր, շտապ գրված. Հովհաննես պապ, հուսով եմ, լավ եք։ Այս ամիս 20,000 դրամ եմ ուղարկել։ Գիտեմ, որ շատ չէ, բայց այսքանն եմ կարող։ Աշխատանքը ծանր է, բայց սովորում եմ։ Մի օր ես իմ սեփական ընկերությունը կունենամ։ Մի օր կվերադառնամ ձեզ կխնամեմ, ինչպես արժանի եք։ Սակին ասեք, որ նրան չեմ մոռացել։ Ասեք, որ նա իմ եղբայրն է ընդմիշտ։ Մի օր կվերադառնամ։ Խոստանում եմ։ Արմեն։ Արցունքները կաթեցին նամակի վրա, լղոզելով արդեն գունաթափված թանակը։ Արմենը նայեց սակին, որը նույնպես լաց էր լինում։ Դու գիտեիր այս մասին։ Սակը գլուխը թափահարեց։ Ոչ։ Հայրս երբեք չի պատմել։ Արմենը հուսահատ նայեց պապին։ Ինչո՞վ։ Ինչու երբեք նրան չեք պատմել։ Ինչու թողեցիք, որ նա մտածի, թե ես ձեզ լքել եմ։ Հովհաննես պապը խորը շունչ քաշեց, յուրաքանչյուր բառը հսկայական ջանք էր պահանջում։ Որովհետ դու խնդրեցիր։ Առաջին նամակներում դու ասացիր, որ չպատմեմ։ Ասացիր, որ ամաչում ես, որ չես կարող անձամբ վերադառնալ։ Որ ամաչում ես, որ այդքան քիչ ես ուղարկում։ Որ չես ուզում, որ Սակը իմանա, որ դու վատ ես, տառապում ես, հեռու ես։ Դու ուզում էիր վերադառնալ, երբ պատրաստ լինեիր։ Երբ հաղթեիր։ Եվ ես հարգեցի դա։ Բայց ես երբեք պատրաստ չեղա, գոռաց Արմենը կոտրված ձայնով։ Ես երբեք չվերադարձա։ Ես շարունակեցի փող ուղարկել, նամակներ ուղարկել, խոստանալ վերադառնալ, բայց ես երբեք քաջություն չունեցա։ Որովհետ ես ամաչում էի։ Ամաչում էի, թե որտեղից եմ եկել։ Ամաչում էի, թե ով էի։ Եվ որքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի դժվար էր դառնում վերադառնալը։ Մինչ որ դադարեցի գրել։ Մինչ որ դադարեցի փող ուղարկել։ Մինչ որ ձացրի, թե դուք գոյություն չունեք։ Հովհաննես պապը սեղմեց նրա ձեռքը։ Դու չես ձացրել։ Դու վախեցել ես։ Վախեցել ես, որ բավականաչափ լավը չես։ Վախեցել ես մեզ հիասթափեցնելուց։ Վախեցել ես վերադառնալ հասկանալ, որ չափազանց շատ ժամանակ ես կորցրել։ Բայց դու միշտ բավականաչափ լավն ես եղել, տղաս։ Այն օրվանից, երբ քեզ տեսա, վիրավոր, սոված, փախչելով քո հորից, Սակը քեզ բերեց մեր տուն։ Դու միշտ բավականաչափ լավն ես եղել։ Արմենը փլուզվեց։ Ընկավ ծնկների վրա մահճակալի կողքին լաց եղավ, գլուխը հենաց Հովհաննես պապի ձեռքերին։ Պապը դողացող ձեռքով անցավ նրա մազերի միջով, նույն կերպ, ինչպես անում էր, երբ Արմենը երեխա էր մղձավանջներ էր տեսնում։ Սակը մոտեցավ, ձեռքը դրեց Արմենի ուսին։ Ես չգիտեի, եղբայր։ Ես այս ամենից ոչինչ չգիտեի։ Մտածում էի, որ դու մեզ մոռացել ես։ Որ ուրիշ մարդ ես դարձել։ Որ այլս մեր մասին չես մտածում։ Արմենը բարձրացրեց դեմքը, կարմիր աչքերով։ Ես միշտ մտածել եմ։ Միշտ։ Բայց ես այնքան խրված էի ամոթի, վախի մեջ, որ չկարողացա վերադառնալ։ Մտածում էի, որ եթե ամեն ինչ նվաճեմ, եթե հարստանամ, եթե հաջողության հասնեմ, այն ժամանակ կկարողանամ գլուխս բարձր վերադառնալ։ Բայց որքան շատ էի նվաճում, այնքան ավելի հեռու էիք դուք մնում։ Որովհետև ես հասկացա, որ դա փողի մասին չէր։ Դա քաջության մասին էր։ Իսկ ես երբեք չունեցա։ Հովհաննես պապն ընդհատեց, ձայնն ավելի թույլ։ Դուք երկուստ։ Լսեք։ Լսեք մի ծերունու, որը շատ ժամանակ չունի։ Երկուսը մոտեցան, յուրաքանչյուրը բռնած պապի մի ձեռքը։ Հովհաննես պապը շարունակեց ջանքերով։ Դուք եղբայրներ եք եղել։ Խոստացել եք ընդմիշտ եղբայրներ լինել։ Եվ այդպիսի խոստումները չեն խախտվում ժամանակով, կամ հեռավորությամբ, կամ ամոթով։ Դրանք խախտվում են, երբ մենք թույլ ենք տալիս։ Արմեն, դու երբեք մեզ չես լքել։ Օգնություն ես ուղարկել։ Նամակներ ես ուղարկել։ Խնամել ես մեզ այնպես, ինչպես կարողացել ես։ Եվ Սակ, դու երբեք չես դադարել սիրել եղբորդ, նույնիսկ մտածելով, որ մոռացված ես եղել։ Ահա թե ինչ է իսկական սերը։ Սեր, որն ապացույցների կարիք չունի։
Սեր, որը գոյություն ունի նույնիսկ բացակայության մեջ։ Հեղինեն այդ պահին մտավ սենյակ, կանգնեց դռան մոտ, դիտելով տեսարանը։ Պապը նայեց նրան ժպտաց. «Արի այստեղ, թոռնիկս»։ Նա մոտեցավ, բռնեց նրա ազատ ձեռքը։ «Ես այստեղ եմ, պապ»։ Հովհաննես պապը միացրեց բոլորի ձեռքերը։ Սակն ու Արմենը յուրաքանչյուրը բռնած պապի մի ձեռքը։ Հեղինեն, մյուսը։ Մի վերականգնված ընտանիք։ Նայելով յուրաքանչյուրին, նա ասաց. «Ես հիմա խաղաղությամբ կհեռանամ, որովհետև գիտեմ, որ դուք նորից միասին եք։ Սակ, խնամիր եղբորդ։ Արմեն, խնամիր եղբորդ։ Հեղինե, խնամիր երկուսին էլ։ Եվ դուք երկուսը խոստացեք ինձ, խոստացեք, որ կշարունակեք եղբայրներ լինել, որ միասին ինչ-որ բան կկառուցեք, որ թույլ չեք տա անցյալին մահանալ։ Խոստանում եք»։ Երկուսը խեղդված ձայնով միասին պատասխանեցին. «Խոստանում ենք»։ Հովհաննես պապը փակեց աչքերը, հանգիստ ժպիտով շուրթերին։ «Ուրեմն լավ է։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Կարող եք ինձ թողնել հանգստանալ»։ Բայց նա ձեռքերը բաց չթողեց։ Մնաց այնտեղ, բռնած բոլորին, դանդաղ շնչելով, գնալով ավելի նոսր։ Բուժքույրը մտավ, ստուգեց սարքերը, նայեց Հեղինեին այն հայացքով, որը բոլորը ճանաչում են։ Հեղինեն գլխով արեց, արցունքները հոսում էին։ Նրանք մնացին այնտեղ, լռության մեջ, յուրաքանչյուրը բռնած Հովհաննես պապի մի մասը, մինչ նա վերջին շունչը տվեց։ Խաղաղ էր։ Առանց ցավի։ Առանց վախի։ Պարզապես խաղաղություն։ Նա հեռացավ ժպտալով, իմանալով, որ երկու տղաները, որոնց սիրել էր որպես որդիների, նորից միասին են։ Սակը ճակատը հենեց հոր ձեռքին, մեղմ լաց եղավ։ Արմենը գրկեց Հեղինեին, որը հեկեկում էր նրա ուսերին։ Բուժքույրն անջատեց սարքերը։ Սենյակի լռությունը բացարձակ էր։ Որոշ ժամանակ անց Սակը վեր կացավ, ուղղեց հոր հագուստը, նրբորեն փակեց նրա աչքերը, համբուրեց ճակատը։ «Հանգչիր, հայր։ Հանգչիր խաղաղությամբ»։ Երեքը դուրս եկան սենյակից։ Միջանցքում Սակը հենվեց պատին, խորը շունչ քաշեց։ Արմենը կանգնեց նրա կողքին, չիմանալով ինչ ասել։ Հեղինեն սրբեց արցունքները, գնաց բժիշկների հետ թղթաբանությունը կարգավորելու։ Որոշ ժամանակ անց Արմենը վերջապես խոսեց. «Ես պետք է ավելի շուտ վերադառնայի։ Պետք է քաջություն ունենայի»։ Սակը նայեց նրան։ Նա գիտեր։ Նա միշտ գիտեր, որ դու կվերադառնաս։ Պարզապես ճիշտ պահին էր սպասում։ Եվ ճիշտ պահը հիմա էր, երբ մենք ամենաշատն իրար կարիք ունեինք։ Երկուսը մնացին այնտեղ, հիվանդանոցի միջանցքում, մինչ Արը սկսում էր մայր մտնել դրսում։ Գորիսը ոսկեգույն էր դառնում կեսօրվա լույսից։ Այն քաղաքը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Այն քաղաքը, որը Արմենը փորձել էր մոռանալ, բայց որը երբեք նրան չէր մոռացել։ Հեղինեն վերադարձավ, պապի իրերը պլաստիկ տոպրակով տանելով։ Ներսում կապույտ մետաղյա տուփն էր, նամակներով, անդորրագրերով։ Նա տվեց Արմենին։ «Կարծում եմ, սա քոնն է»։ Արմենը վերցրեց տուփը, սեղմեց կրծքին։ «Սա ընդմիշտ կպահեմ»։ Հուղարկավորությունը նշանակվեց 2 օր հետո։ Հովհաննես պապի մահվան լուրը արագ տարածվեց, ամբողջ քաղաքը մոբիլիզացվեց։ Նա սիրված, հարգված անձնավորություն էր։ Երգում էր եկեղեցու երգչախմբում, օգնում էր հարաններին, հայտնի էր իր բարությամբ, իմաստությամբ։ Երբ օրը հասավ, եկեղեցին լեփ-լեցուն էր։ Մարդիկ կանգնած էին միջանցքներում, դրսում։ Բոլորը ուզում էին հրաժեշտ տալ։ Արմենը նստած էր առաջին շարքում, Սակի Հեղինեի կողքին։ Հագել էր հասարակ հագուստ, առանց ցուցամոլության։ Թանկարժեք կոստյումը թողել էր երանում։ Այնտեղ նա ուզում էր լինել պարզապես Արմեն տղան, Հովհաննես պապի սրտի թոռը։ Պատարագի ընթացքում քահանան խոսեց սիրո, ներման, ընտանիքի մասին։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր Հովհաննես պապն ապրել պարզ, բայց իմաստալից կյանք։ Ինչպես էր դիպել այնքան շատ կյանքերի։ Ինչպես էր եղել հայր, պապ, ընկեր, խորհրդատու։ Վերջում քահանան հրավիրեց ցանկացողներին խոսել Հովհաննես պապի մասին։ Մի քանի մարդ բարձրացավ։ Պատմություններ պատմեցին, հիշողություններ կիսեցին։ Մինչ որ Արմենը վեր կացավ։
Քայլեց դեպի խորան, նայեց ծաղիկներով ծածկված դագաղին, խորը շունչ քաշեց։ Իմ անունը Արմեն է։ Ձեզանից շատերը ինձ չեն ճանաչում։ Ես այստեղից հեռացել եմ 40 տարի առաջ, այլս չեմ վերադարձել։ Բայց Հովհաննես պապը երբեք ինձ չի մոռացել։ Նա ինձ համար ավելի շատ հայր է եղել, քան իմ սեփական հայրը։ Ընդունել է ինձ, երբ գնալու տեղ չունեի։ Կերակրել է ինձ, երբ սոված էի։ Սովորեցրել է ինձ, թե ինչ է իսկական սերը։ Իսկ ես լքել եմ նրան։ Գնացել եմ տասնամյակներ շարունակ, չեմ վերադարձել։ Ամաչել եմ։ Վախեցել եմ։ Վախկոտ եմ եղել։ Բայց նա երբեք ինձնից հույսը չի կտրել։ Պահել է իմ ուղարկած յուրաքանչյուր նամակը։ Պահել է յուրաքանչյուր անդորրագիր։ Սպասել է։ Եվ երբ վերջապես վերադարձա, նա ինձ ներեց։ Ոչ թե խոսքերով, այլ ժպիտով։ Մեկնած ձեռքով։ Այն սիրով, որը երբեք չմահացավ։ Հովհաննես պապն ինձ սովորեցրեց, որ ընտանիքը արյան մասին չէ։ Այն ընտրության մասին է։ Ներկա լինելու մասին է։ Ներելու մասին է։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, պատվելով այն, ինչ նա ինձ սովորեցրել է։ Իջավ խորանից, արցունքները հոսելով։ Սակը վեր կացավ, գրկեց նրան, ամուր, ինչպես անում էին, երբ տղաներ էին։ Ամբողջ եկեղեցին հուզվեց։ Հուղարկավորությունից հետո բոլորը հավաքվեցին Սուրբ Ռիտա ագարակում։ Տունը լիքն էր։ Հարանները ուտելիք, սուրճ, թխվածքներ էին բերել։ Մարդիկ շրջում էին, խոսում, հիշում։ Արմենը կանգնած էր պատշգամբում, նայելով այն ընկուզենուն, որի վրա ինքն ու Սակը սովորաբար բարձրանում էին։ Այն դեռ այնտեղ էր, ավելի ծեր, ավելի ծուռ, բայց կենդանի։ Սակը միացավ նրան։ Մենք լավ պահեր ենք անցկացրել այնտեղ։ Լավագույնները, համաձայնեց Արմենը։ Եվ մի պահ լուռ մնաց, նախքան խոսելը։ Սակ, ես ուզում եմ ինչ-որ բան անել։ Ինչ-որ բան, որը կպատվի քո հոր հիշատակը։ Մեր հոր։ Սակը նայեց նրան։ Ինչ։ Արմենը շրջվեց, նրան դեմ առ դեմ նայելու։ Ես ուզում եմ հյուրանոց կառուցել այստեղ։ Գորիսում։ Բայց ոչ թե Երանի նման հյուրանոց։ Ես ուզում եմ ինչ-որ տարբեր բան։ Ինչ-որ բան, որը կփառաբանի այս հողը, այս մշակույթը, այս ժողովրդին։ Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել։ Ուզում եմ զբոսաշրջիկներ բերել։ Ուզում եմ աշխարհին ցույց տալ, թե ինչով է առանձնահատուկ այս վայրը։ Եվ ուզում եմ, որ դու իմ գործընկերը լինես։ Դու Հեղինեն։ Միասին կկառուցենք սա։ Սակը մի պահ խոսքեր չգտավ։ Դու լուրջ ես ասում։ Ամբողջությամբ։ Ես կներդնեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Բայց չեմ ուզում միայնակ անել։ Ուզում եմ քեզ հետ անել։ Ինչպես պետք է անեինք հենց սկզբից։ Եղբայրներ։ Գործընկերներ։ Ընտանիք։ Հեղինեն, որը լսել էր խոսակցությունը պատուհանից, դուրս եկավ պատշգամբ։ Իսկ ես։ Ես ինչ եմ անելու այդ հյուրանոցում։ Արմենը ժպտաց։ Դու անասնաբույժ ես։ Մտածեցի, որ կարող ենք կենդանիների ապաստարան ներառել։ Մի տարածք, վիրավոր կենդանիներին փրկելու, նրանց խնամելու, տուն տալու համար։ Հյուրերը կարող էին այցելել, սովորել, շփվել։ Դա եզակի բան կլիներ։ Նպատակային բան։ Հեղինեն նայեց հորը, որը ժպտում էր արցունքներով լի աչքերով։ Հա, իր։ Սակը ձեռքը դրեց նրա ուսին։ Եթե քո պապն այստեղ լիներ, նա կասեր, որ սա է ճիշտը։ Որ այսպես ենք մենք պատվում նրա հիշատակը։ Լավ բան կառուցելով։ Ինչ-որ բան, որն օգնում է մարդկանց։ Ուրեմն միասին ենք, ասաց Հեղինեն, ձեռքը մեկնելով։ Արմենը սեղմեց նրա ձեռքը, հետո Սակինը։ Երեքը կանգնած էին այնտեղ, ագարակի պատշգամբում, մինչ արը մայր էր մտնում Գորիսի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն։ Նոր ճանապարհորդություն էր սկսվում։ Քավության, վերակառուցման, վերագտնված սիրո ճանապարհորդություն։ Հուղարկավորությունից 3 շաբաթ անց Արմենը վերադարձավ Երան։ Բայց այս անգամ նա մենակ չէր։ Սակն ու Հեղինեն նրա հետ եկան։
Ուղղաթիռը վայրէջք կատարեց Գրանդ Արարատի ուղղաթիռի հրապարակում, երբ երեքը իջան, նրանց դիմավորեցին Մարգարը կառավարման ամբողջ թիմը։ Մարգարը վերադարձել էր հեռացումից փոխված, ավելի խոնարհ, ավելի ուշադիր։ Նա տասնյակ անգամներ դիտել էր վիրուսային տեսանյութը, կարդացել մեկնաբանությունները, հասկացել, թե որքան սխալ էր։ Արմենը խնդրեց, որ բոլորը հավաքվեն հյուրանոցի միջոցառումների սրահում։ Բոլոր բաժինների աշխատակիցները հավաքվեցին, հետաքրքրված։ Լուրեր էին պտտվում։ Ոմանք ասում էին, որ զանգվածային կրճատումներ կլինեն։ Ուրիշները, որ հյուրանոցը կվաճառվի։ Ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչ սպասել։ Երբ բոլորը ներկա էին, Արմենը բարձրացավ միջոցառումների համար տեղադրված փոքր բեմ։ Սակն ու Հեղինեն կանգնեցին նրա կողքին, մի փոքր կորած վայրի էլեգանտության մեջ։ Արմենը վերցրեց խոսափողը, նայեց հանդիսատեսի յուրաքանչյուր դեմքին։ Բար բոլորին։ Գիտեմ, որ դուք հետաքրքրված եք այս հանդիպման պատճառով։ Եվ ես ուղիղ կլինեմ։ Վերջին շաբաթների ընթացքում ես ապրել եմ իմ կյանքի ամենակարևոր փորձառությունը։ Վերագտա իմ եղբորը։ Կորցրի իմ հորը։ Եվ հասկացա, որ տասնամյակներ շարունակ կառուցել եմ մի բան, որը ներսից դատարկ էր։ Մի տրտունջ անցավ ամբոխի միջով։ Արմենը շարունակեց. Այս հյուրանոցը գեղեցիկ է։ Շահութաբեր է։ Հեղինակավոր է։ Բայց այն դարձել է մի վայր, որտեղ մարդկանց դատում են արտաքինով, փողով, հագած հագուստով։ Եվ դա անընդունելի է։ Այսօրվանից ամեն ինչ կփոխվի։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Գրանդ Արարատի երկու նոր գործընկերների։ Իմ եղբորը, Սակ Ալվեսի Սիլվային, իմ զարմուհուն, Հեղինե Սիլվային։ Սակը մի քայլ առաջ արեց, ամաչկոտ գլխով անելով։ Հեղինեն նույնը արեց։ Հանդիսատեսի մարդիկ միմյանց նայեցին, շփոթված։ Դա տեսանյութի մարդն էր։ Այն մարդը, որին մարտահրավեր էին նետել նվաստացրել ընդունարանում։ Եվ հիմա նա գործընկեր էր։ Արմենը սպասեց, մինչ աղմուկը հանդարտվի, շարունակեց. Սակը հյուրանոցային գործի փորձ չունի։ Համալսարանական դիպլոմ չունի։ Բայց նա ունի շատ ավելի արժեքավոր բան։ Նա բնավորություն ունի։ Ազնվություն ունի։ Ունի այնպիսի իմաստություն, որը կառավարման դպրոցում չեն սովորեցնում։ Եվ նա ինձ կօգնի այս ընկերությունը վերածել ավելի լավ բանի։ Մի բանի, որը կգնահատի մարդկանց ոչ թե գրպանի փողի չափով, այլ նրանց էությամբ։ Ծանր լռություն տիրեց։ Արմենն ուղիղ նայեց Մարգարին։ Մարգար, կարող եք այստեղ գալ, խնդրում եմ։ Մարգարը բարձրացավ բեմ, գունատ, մտածելով, որ հրապարակավ կհեռացվի։ Արմենը ձեռքը դրեց նրա ուսին։ Դու լուրջ սխալ ես թույլ տվել։ Նվաստացրել ես մի հյուրի։ Գրեթե սկանդալ ես առաջացրել, որը կարող էր ոչնչացնել այս հյուրանոցի հեղինակությունը։ Բայց դու նա քաջություն ունեցար ընդունելու սխալդ։ Հեռացման ժամանակն օգտագործելու մտածելու համար։ Եվ ես հավատում եմ երկրորդ հնարավորություններին։ Որովհետև ես ինքս մեկի կարիքն ունեի։ Այնպես որ դու մնում ես։ Բայց ոչ որպես մենեջեր։ Դու կաշխատես ուղղակիորեն ինձ Սակի հետ։ Կսովորես իսկապես տեսնել մարդկանց։ Եվ երբ պատրաստ լինես, կվերադառնաս պաշտոնիդ։ Լավ է։ Մարգարը արցունքոտ աչքերով, գլխով արեց։ Այո, պարոն։ Շնորհակալություն։ Արմենը նորից շրջվեց դեպի հանդիսատեսը։ Մենք մեծ բան ենք պլանավորում։ Բացելու ենք երկրորդ հյուրանոց։ Գորիսում։ Մի հյուրանոց, որը կփառաբանի հայկական մշակույթը, որը կաշխատանքի տեղավորի տեղի համայնքին, որը կպահպանի ավանդույթները, բայց կառաջարկի լավագույնը հարմարավետության սպասարկման մեջ։ Եվ այդ հյուրանոցի ներսում կլինի կենդանիների ապաստարան, Հեղինեի կողմից կառավարվող։ Մի տարածք, որտեղ փրկված կենդանիները երկրորդ հնարավորություն կունենան։ Ինչպես ես ունեցա։ Ինչպես մենք բոլորս կարող ենք ունենալ։ Մարդիկ սկսեցին ծափահարել։ Սկզբում դանդաղ, հետո ավելի ուժգին։ Սակը հուզված նայեց Արմենին։ Հեղինեն սրբեց մի արցունք։ Մարգարն իջավ բեմից, մի քանի գործընկերներ գրկեցին նրան։ Արմենն ավարտեց. Ով ցանկանում է մասնակցել այս փոխակերպմանը, այս ընկերության իրական փոփոխությանը, թող խոսի ինձ հետ։
Մենք թափուր տեղեր կունենանք այստեղ, նոր հյուրանոցում։ Բայց իմացեք, որ մենք ոչ միայն աշխատակիցներ ենք փնտրում։ Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր հավատում են, որ հաջողությունը միայն շահույթի մասին չէ։ Այն ազդեցության մասին է։ Աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու մասին է, քան գտել ենք։ Շնորհակալություն բոլորիդ։ Իջավ բեմից, շրջապատվեց աշխատակիցներով, որոնք ուզում էին ավելին իմանալ, առաջարկել իրենց ծառայությունները, մասնակցել։ Սակն ու Հեղինեն կողքին էին, դիտելով։ Առաջին անգամ Սակը Արմենի հայացքում տեսավ մի բան, որը չէր տեսել մանկուց։ Նպատակ։ Այն փայլը, որը ունի մեկը, ով հստակ գիտի, թե ինչու է ապրում։ Հաջորդ ամիսներին կյանքը վերածվեց գործունեության հորցանուտի։ Արմենը Գորիսի արվարձաններում մի հսկայական հողատարածք գնեց, լեռների տեսարանով, կանաչով շրջապատված։ Վարձեց լավագույն ճարտարապետներին, բայց խնդրեց, որ աշխատեն տեղի արհեստավորների հետ, օգտագործելով տարածաշրջանի նյութերը։ Նա ուզում էր մի հյուրանոց, որը պատկաներ այդ վայրին, որը պատմեր այդ հողի պատմությունը։ Սակը ստանձնեց շինարարության վերահսկողությունը։ Ճանաչում էր քաղաքի յուրաքանչյուր մարդու, գիտեր, թե ովքեր են լավագույն որմնադիրները, հյուսները, ներկարարները։ Երաշխավորեց, որ աշխատատեղերը տրվեն համայնքի մարդկանց, ոչ թե դրսի խոշոր կապալառուներին։ Գորիսը սկսեց այլ կերպ շնչել։ Օդում հույս կար։ Շարժ կար։ Ընտանիքներ, որոնք ամեն ինչ կորցրել էին երաշտի պատճառով, այժմ աշխատանք, արժանապատվություն, ապագա ունեին։ Հեղինեն հիմնեց ապաստարանը։ Սկսեց փրկելով ճանապարհներին գտած վիրավոր կենդանիներին, հետո ընդլայնվեց, համագործակցելով այլ քաղաքների հետ։ Վատ վերաբերմունքի ենթարկված ձիեր, լքված շներ, վիրավոր կատուներ, նույնիսկ մի էմու, որին մեքենա էր խփել, այլս չէր կարողանում վազել։ Յուրաքանչյուր կենդանի պատմություն ուներ, Հեղինեն այդ պատմությունները պատմում էր այցելուներին։ Տարածաշրջանի երեխաները սկսեցին հաճախել այդ վայրը, սովորելով խնամքի, հարգանքի, կարեկցանքի մասին։ Արմենն իր ժամանակը բաժանում էր Երանի Գորիսի միջ։ Սկզբում դժվար էր։ Լարված հանդիպումներ ունեցավ ներդրողների հետ, որոնք չէին հասկանում, թե ինչու է նա այդքան գումար ծախսում մի նախագծի վրա, որն անմիջական եկամուտ չէր բերի։ Վեճեր ունեցավ գործընկերների հետ, որոնք կարծում էին, որ նա զգայուն է դարձել, կորցնում է կենտրոնացումը։ Բայց Արմենը չնահանջեց։ Կյանքում առաջին անգամ նա ինչ-որ բան չէր կառուցում ամբիցիայի կամ սնափառության համար։ Նա կառուցում էր սիրո համար։ Նախագծի մասին լուրերը տարածվեցին։ Թերթերն ու ամսագրերը սկսեցին հոդվածներ հրապարակել։ Եղբայրների վերամիավորման, այն մարդու, որը վաճառել էր ամեն ինչ, կորցրած ընկերոջը փնտրելու, այն գործարարի պատմությունը, որը լքել էր շքեղությունը, արմատները վերականգնելու համար, ոգեշնչման աղբյուր դարձավ։ Հազարավոր մարդիկ մեկնաբանում էին, կիսվում, հուզվում։ Այն օրվանից 1 տարի անց, երբ Սակն առաջին անգամ մտավ Գրանդ Արարատ, Արմատներ հյուրանոցը բացվեց։ Բացման արարողությունը պարզ էր, բայց հուզիչ։ Հայտնի մարդիկ կամ կարևոր քաղաքական գործիչներ չկային։ Կար Գորիսի համայնքը, աշխատակիցները, արհեստավորները, որոնք կառուցել էին յուրաքանչյուր մանրուք, այն ընտանիքները, որոնք վերականգնել էին հույսը։ Հյուրանոցը շլացուցիչ էր։ Հողե պատեր, կավե տանիքներ, գունավոր ցանցաճոճերով պատշգամբներ, տեղական բույսերով լի այգիներ։ Սենյակները հարմարավետ էին, զարդարված տեղական արվեստով, ձեռագործ գործվածքներով, հին փայտից կահույքով։ Կար մի ռեստորան, որը մատուցում էր տարածաշրջանային ուտեստներ, պատրաստված քաղաքի խոհարարուհիների կողմից, որոնք բաղադրատոմսերը սովորել էին իրենց տատիկներից։ Կար մի տարածք ժողովրդական երաժշտության, քոչարի, ասքերի ներկայացումների համար։ Կար կենդանիների ապաստարանը, որտեղ հյուրերը կարող էին կեսօրն անցկացնել, կերակրելով ձիերին, խաղալով շների հետ, լսելով յուրաքանչյուր փրկված կենդանու պատմությունը։ Բացման գիշերը Արմենը բարձրացավ կենտրոնական այգում տեղադրված փոքր բեմ։ Սակն ու Հեղինեն նրա կողքին էին։ Ամբոխը լռեց, սպասելով բացման խոսքին։ Արմենը նայեց բոլոր այդ դեմքերին, որոնք լուսավորված էին ծառերից կախված մեղմ լույսերով, զգաց, թե ինչպես սեղմվեց կուրծքը հուզմունքից։ Սկսեց դանդաղ. Բարի երեկո բոլորին։ Երբ ես տղա էի, ապրում էի այստեղ։ Այս հողի վրա, որի վրա հիմա կանգնած ենք։ Ոչ թե հենց այստեղ, բայց մոտակայքում։ Սուրբ Ռիտա ագարակում, որտեղ իմ սրտի հայրը, Հովհաննես պապը, ինձ ընդունեց։ Ես վախեցած, վիրավոր, աշխարհում տեղ չունեցող մի տղա էի։
Եվ այս հողն ինձ ընդունեց։ Այս ժողովուրդն ինձ գրկեց։ Իմ եղբայրը Սակը ինձ հետ կիսեց յուրաքանչյուր կտոր հաց, յուրաքանչյուր երազանք, յուրաքանչյուր խոստում։ Նա նայեց Սակին, որն արցունքոտ աչքերով էր։ Հետո ես գնացի։ Գնացի Երան, գլուխս լի ամբիցիաներով, սիրտս դատարկ քաջությունից։ Կայսրություն կառուցեցի։ Հարստացա։ Նվաճեցի այն ամենը, ինչ կարծում էի, թե պետք է նվաճեմ։ Բայց ճանապարհին կորցրի ամենակարևորը։ Կորցրի իմ եղբորը։ Կորցրի իմ արմատները։ Կորցրի ինքս ինձ։ Դադար առավ, խորը շնչելով։ Մինչ որ մի օր Սակը մտավ իմ հյուրանոց։ Ես նրան չճանաչեցի։ Նայեցի նրան մի անծանոթի տեսա։ Որովհետև այնքան երկար էի փորձել մոռանալ, թե ով եմ, որ այլևս չկարողացա տեսնել, թե ով է նա։ Բայց նա ինձնից հույսը չկտրեց։ Եկավ իմ հետից։ Հիշեցրեց ինձ, թե ով եմ եղել։ Ինձ հնարավորություն տվեց նորից նրա եղբայրը լինելու։ Ամբողջը բացարձակ լռության մեջ էր։ Արմենը շարունակեց, խեղդված ձայնով. Այս հյուրանոցը շքեղության մասին չէ։ Փողի մասին չէ։ Այն հիշողության մասին է։ Այն մարդկանց պատվելու մասին է, որոնք մեզ ձավորում են։ Այն իմաստ ունեցող բան ստեղծելու մասին է։ Իմ հայրը, Հովհաննես պապը, ինձ սովորեցրեց, որ ընտանիքը արյան մասին չէ։ Այն ընտրության մասին է։ Ներկա լինելու մասին է։ Ներելու մասին է։ Եվ այս հյուրանոցն իմ ներկա լինելու, ներողություն խնդրելու, շնորհակալություն հայտնելու ձն է։ Նայեց Հեղինեին։ Իմ զարմուհին Հեղինեն այստեղ ապաստարան է կառուցել։ Մի վայր, որտեղ կենդանիները, որոնք լքվել, վատ վերաբերմունքի են ենթարկվել, մոռացվել են, երկրորդ հնարավորություն ունեն։ Ինչպես ես ունեցա։ Եվ հուսով եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով այստեղով անցնի, նույնպես կզգա, որ կարող է իր երկրորդ հնարավորությունն ունենալ։ Որ կարող է վերադառնալ իր արմատներին։ Որ կարող է վերամիավորվել այն ամենի հետ, ինչն իսկապես կարևոր է։ Բռնեց Սակի ձեռքը։ Սակ, եղբայրս, շնորհակալ եմ, որ ինձնից հույս չկտրեցիր, որ եկար իմ հետից, որ հիշեցրիր ինձ, թե ով էի նախքան մոլորվելս։ Խոստանում եմ, որ այլս երբեք քեզ չեմ լքի։ Երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ եկել։ Երբեք չեմ ամաչի նրանից, ինչ մենք ենք։ Սակը ամուր գրկեց նրան, երկուսը մնացին այնտեղ, մինչ ամբողջը ոտքի ծափահարում էր, շատերը լաց էին լինում, բոլորը հուզված։ Հեղինեն միացավ գրկախառնությանը, երեքը այդպես մնացին, լուսավորված այգու լույսերով, սիրով շրջապատված։ Ելույթից հետո մարդիկ շրջեցին հյուրանոցով, ուսումնասիրելով յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր մանրուք։ Արմենն ու Սակը մնացին ընդունարանում, զրուցելով հյուրերի հետ, լսելով տպավորությունները, ստանալով շնորհավորանքները։ Ինչ-որ պահի Սակը մատնացույց արեց գրանցման սեղանի հետի պատը։ Այնտեղ, կեղճուկ փայտի մեջ շրջանակված, լուսանկարներ։ Նույն այն լուսանկարը, որը Արմենը տասնամյակներ շարունակ պահել էր դարակում։ Երկու բոբիկ տղա, հասարակ հագուստով, ժպտալով այն մաքուր երջանկությամբ, որը միայն մանկությունն է ճանաչում։ Ձեռքերը միմյանց ուսերին։ Եվ ներքում մի ոսկեգույն ցուցանակ, փորագրված բառերով. Եղբայրներ ընդմիշտ։ Արմենը երկար կանգնած նայում էր լուսանկարին։ Սակը մոտեցավ։ Գեղեցիկ է այնտեղ, չէ՞։ Կատարյալ է, պատասխանեց Արմենը։ Որ ոչ ոք չմոռանա։ Ոչ ես, ոչ դու, ոչ էլ նա, ով կանցնի այստեղով։ Որ ամենակարևորը ոչ թե այն է, թե ուր ենք գնում, այլ թե որտեղից ենք գալիս։ Եվ ում հետ ենք։ Սակը ձեռքը դրեց նրա ուսին։ Հայրդ կհպարտանար։ Մեր հայրը, ուղեց Արմենը։ Եվ կարծում եմ, որ նա հպարտանում է։ Ինչ-որ տեղից նա տեսնում է սա ժպտում։ Երկուսը մնացին այնտեղ, նայելով լուսանկարին, մինչ խնջույքը շարունակվում էր շուրջ բոլորը։ Ժողովրդական երաժշտության ձայնը հնչում էր, մարդիկ պարում էին, երեխաները վազում էին այգում, ապաստարանի կենդանիները հանգիստ քնած էին իրենց կացարաններում։ Գորիսն այժմ այլ կերպ էր շնչում։ Ապագա ուներ։ Հույս ուներ։ Ուներ մի հյուրանոց, որն ավելին էր, քան հյուրանոց։ Այն վերակառուցման, ներման, երբեք չմահացող սիրո խորհրդանիշ էր։
Հաջորդ ամիսներին արմատներ հյուրանոցը հաջողություն ունեցավ։ Ոչ միայն ֆինանսական, այլ մարդկային։ Հյուրեր էին գալիս ամբողջ Հայաստանից, նույնիսկ արտերկրից։ Գալիս էին ճարտարապետության, ուտելիքի, ապաստարանի համար։ Բայց մնում էին զգացողության համար։ Այն խաղաղության համար, որը փոխանցում էր այդ վայրը։ Այն պատմության համար, որը պատմում էր յուրաքանչյուր պատ։ Սակը ստանձնեց գլխավոր հյուրընկալի դերը։ Անձամբ էր դիմավորում յուրաքանչյուր հյուրի, պատմում հյուրանոցի պատմությունը, խոսում Հովհաննես պապի, Արմենի հետ ընկերության, արմատները երբեք չմոռանալու կարողության մասին։ Նա մշտական ներկայություն էր, սիրված բոլորի կողմից։ Վերջապես, լռության մեջ աշխատած մի ամբողջ կյանքից հետո, նա գտել էր իր տեղը, իր նպատակը։ Հեղինեն ընդլայնեց ապաստարանը։ Համագործակցություն հաստատեց համալսարանների, այլ քաղաքների անասնաբույժների, կենդանիների պաշտպանության ՀԿ-ների հետ։ Վայրը դարձավ օրինակելի։ Դպրոցները աշակերտներ էին բերում, սովորելու կենդանիների նկատմամբ խնամքի հարգանքի մասին։ Ընտանիքներն ամբողջ կեսօրն այնտեղ էին անցկացնում, կերակրելով, սանրելով, խաղալով։ Հեղինեն գտավ ոչ միայն աշխատանք, այլ առաքելություն։ Արմենն իր ժամանակը բաժանում էր երկու հյուրանոցների միջ, բայց երբ կարողանում էր, գորիսում էր։ Բացահայտեց, որ հենց այնտեղ էր իրեն լիարժեք զգում։ Երանում նա բիզնես էր ղեկավարում։ Գորիսում ապրում էր։ Սկսեց հաճախել այն եկեղեցին, որտեղ Հովհաննես պապը երգում էր երգչախմբում։ Սկսեց նստել հրապարակում, սուրճ խմելու ծերերի հետ զրուցելու։ Սկսեց բոբիկ քայլել կարմիր հողի վրա, ինչպես անում էր, երբ տղա էր։ Բացումից 1.5 տարի անց մի հանգիստ կեսօր Արմենն ու Սակը նստած էին հյուրանոցի պատշգամբում, սուրճ էին խմում, տիկին Մարլենի խոհարարուհիներից մեկի պատրաստած եգիպտացորենի թխվածքն էին ուտում։ Լուռ էին, պարզապես վայելում էին լեռներից եկող զով քամին։ Սակը խախտեց լռությունը։ Գիտես, Մարիամն ինչ էր ասում։ Արմենը նայեց նրան։ Ինչ։ Նա ասում էր, որ կյանքում ամեն ինչ նպատակ ունի։ Նույնիսկ ցավը։ Նույնիսկ բաժանումը։ Նա ասում էր, որ երբեմն մենք պետք է մոլորվենք, որպեսզի իսկապես գտնենք ինքներս մեզ։ Արմենը մտածեց այդ մասին։ Նա ճիշտ էր։ Եթե ես չգնայի, գուցե երբեք չսովորեի, թե ինչն է իսկապես կարևոր։ Գուցե երբեք չկարողանայի սա կառուցել։ Բայց նա, եթե դու չգայիր իմ հետից, ես կմահանայի երբեք չվերադառնալով։ Երբեք չհաշտվելով։ Մենք իրար փրկեցինք, ասաց Սակը։ Մեկս մյուսին փրկեց։ Եղբայրներ ընդմիշտ, ասաց Արմենը, ձեռքը մեկնելով։ Ընդմիշտ, կրկնեց Սակը, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Նրանք այդպես մնացին, նայելով հորիզոնին, Գորիսը շրջապատող լեռներին, այն հողին, որը տեսել էր նրանց աճել, այժմ տեսնում էր նրանց վերականգնված։ Ընկուզենու տակ տրված խոստումը 40 տարի առաջ կատարվել էր։ Ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին, երբ տղաներ էին, բայց գուցե ավելի լավ ձով։ Որովհետև հիմա, բացի եղբայրներ լինելուց, նրանք գործընկերներ էին, համախոհներ, ավելի մեծ բանի կառուցողներ։ Հյուրանոցի ընդունարանում լուսանկարը դեռ այնտեղ էր, շրջանակված, հավերժացնելով երկու տղաների, որոնք մի օր խոստացել էին ընդմիշտ եղբայրներ լինել։ Եվ դրա տակ հյուրերը կանգ էին առնում, կարդում գրությունը, ժպտում։ Որովհետև բոլորը, ինչ-որ կերպ, իրենց տեսնում էին այդ պատմության մեջ։ Բոլորն ունեին մեկին, ում պետք է ներեին։ Բոլորն ունեին մեկին, ում պետք է փնտրեին։ Բոլորն ունեին արմատներ, որոնք չէին կարող մոռացվել։ Եվ այսպես, արմատներ հյուրանոցը դարձավ ավելին, քան կեցության վայր։ Այն դարձավ բուժվելու վայր։ Վերամիավորվելու։ Հիշելու, որ անկախ նրանից, թե որքան ենք բարձրանում, որքան ենք նվաճում, որքան ենք փոխվում, միշտ կլինի մի վայր, որտեղ մենք պատկանում ենք։ Միշտ կլինեն մարդիկ, որոնք մեզ սիրում են նրա համար, ինչ մենք ենք, ոչ թե նրա համար, ինչ ունենք։ Միշտ կլինի երկրորդ հնարավորություն, եթե քաջություն ունենանք փնտրելու այն։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սակի Արմենի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերամիավորման, ներման վերակառուցման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք նույնպես ունեք սրտի եղբայր, որին պետք է վերագտնել։ Դուք նույնպես ունեք արմատներ, որոնք պետք է վերայցելել։
Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք խոսում են սիրո, ընտանիքի, ներման երկրորդ հնարավորությունների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։